Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է Մայրության և Գեղեցկության տոնը։ Այն պաշտոնապես սահմանվել է 1995 թվականին, սակայն դրա արմատները հասնում են քրիստոնեական ավանդույթներին։ Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը։ Գարնանային այսօրը ևս մեկ առիթ է ընդգծելու մայրերի անփոխարինելի դերն ու կնոջ առանցքային նշանակությունը թե ընտանիքում, թե հասարակական կյանքում։ Տոնական տրամադրությանը զուգահեռ Armenia Today նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, պարզելու թե մեր համաքաղաքացիների պատկերացմամբ ինչ է անհրաժեշտ կնոջը երջանիկ լինելու համար եւ ինչ են մաղթում անցորդները հայ կանանց ու մայրերին։ Մեր հայ կանանց շնորհավորում եմ, մաղթում եմ ամենալավ բանը։ Այսօր մենք կապված ենք կանանց հետ։ Եթե կինը չլինի, տղամարդու համար շատ դժվար է։ Տղան կախված է կնոջից։ Կինը շատ ուժեղ է ու դրա հետ մեկտեղ ես կցանկանամ շնորհավորեմ բոլոր կանանց, մայրերին, քույրերին եւ ամենալավ բաները, ինչ ասեմ։ Թող մեր կանայք միշտ լինեն գեղեցիկ ու միշտ հաղթող։ Ինձ թվում է ուղղակի ազատությունը, ազատ զգալը քեզ, որովհետեւ ինձ թվում է մեր հասարակությունում մենք շատ բարփակված ենք։ Եթե ուշադրություն լինի, քեզ երջանիկ կզգաս։ Այ այնքան բան է պետք, որը թվարկեմ։ Երջանիկ ընտանիք, առողջություն, լավ երեխեք, նորմալ ապրելակերպ, լավ երկիր, լավ ղեկավարություն։ Էդ էլա չէ մտնում կնոջ մտածմունքների մեջ։ Այդքան բան։ Ինչ կմաղթեք հայ կանանց։ Առաջինը առողջություն, համբերություն, վերջում երջանկություն։ Երևի սեր, հարգանք, լավ ընտանիք, ջերմ հարաբերություններ ընտանիքում եւ շրջապատում։ Այդքանը։ Իսկ մի ամսակի նվերներ ստացել եք։ Ինչ նվերներ եք նախընտրում։ Ես ավելի շատ նախընտրում եմ էմոցիոնալ նվերներ, այսինքն վերաբերմունքի տեսքով։ Դե ընտանիքում ամեն ինչը որ լինի նորմալ, ամենակարևորը։ Երեխաները, ընտանիքը, հարազատները։ Ներդաշնակ ներքին խաղաղություն։ Ինչ կմաղթեք հայ կանանց։ Սիրեն իրենց ընտրած կյանքը ու ամեն ինչ շատ ավելի հեշտ ու դյուրին իրենց կտրվի։ Լավ ամուսին, լավ աջակցող ընտանիք, որ մի քիչ ավելի թեթև ապրեն, շատ այդ ընտանիքի հոգսը իրանց վրա չվերցնեն, մի քիչ ավելի հանգիստ լինեն, որպեսզի իրանց կյանքը ավելի ուրախ անցնի։ Ամեն ինչ էլ պետք է, ամեն ինչ էլ արժանի է։ Ինչ կմաղթեք հայ կանանց։ Հայ կանանց խաղաղություն կմաղթեմ, մաղթեմ, որ երջանիկ լինեն կյանքում։ խաղաղություն, հոգու խաղաղություն։ Ինչ կմաղթեք հայ կանանց։ Սեր։ Կմաղթեմ, որ միշտ իրենց գնահատեն, սիրեն ու գնահատեն իրենց կողակիցների նաև։ երջանիկները ամեն առաջին առողջություն։ Ինչ կմաղթեք հայ կանանց։ Սիրեն իրենց ամուսիններին, սիրեն իրենց երեխաներին, իր շրջապատում լինեն միշտ սիրելի։ Առողջ զավակներ եւ խաղաղ երկիր։ Լավ ընտանիք բահվին է, ինքը շատ երջանիկ կմնա։ Երջանիկ լինելու համար ինձ թվում է սիրող մարդ է պետք։ Միայն լավն ու բարի։ Ինչ է պետք հայ կնոջը երջանիկ լինելու համար։ Լավ տղամարդ։